Ուզում եմ խնդրել, որպեսզի հենց անձնական պատմությունից սկսենք։ Ես գիտեմ, որ 2015 թվականին փաստորեն որոշիչ է եղել ինչ-որ առումով շատ բացասական իհարկե իրադարձությունը, դուք դահուկ քշելուց կոտրել եք ձեր ոտքը եւ բավական լուրջ կոտրվածք է եղել։ Հենց այնպես չեմ կոտրել ոտքս, ասեմ։ Հիմա արդեն կարող եք ասել։ Դեռ հիմա չէ, շատ վաղուց հասկացա, որ խոսքը ուժ ունի։ Եվ 2000 սկսեմ նախաբանից 2012 թվականին ես առաջի անգամ Գաղտնիք ֆիլմը տեսա ու ասինչ կապ ունի սա ոնց որ հեքիաթ լիներ չհավատայի բայց երևի այդ ֆիլմը արդեն 100-ից ավել անգամ եմ ամեն անգամ նայում ու նոր մի բան վերցնում Եվ այդ ոգեշնչվեցի, մոտիվացվեցի ֆիլմի միջոցով ու փորձեցի ինչ-որ բաներ ինքս ինձ անել, բայց նաև չէի հասկանում, որ բացասականն էլ կարող եմ անել։ Եվ 2014-ի ավարտներ գնում, տարին փակել էինք խանութում մեծ, ձեռքբերումներով, ես ամենաշատ շրջանառությունն էի տարվա մեջ արել եւ սպասումներս այնպիսին էր որ կգովան, չէ՞, դու մոլորս դրա համար ենք ձգտում, այսինքն երկու բառ, որ քեզ ասեն դու գնահատական լավն ես։ Եվ տնօրենը ասում է, չնայած շատ գոհ եմ իրենից, մինչև հիմա շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ասեց տեսեք երեխայի այդ հոգին, ճիշտ է, մանկական հոգին, վիրավորվեցի, ասեց, «Էսա 20,000 դրամ պարգևատրում տվեց», ասեց, «Բայց մյուս տարի ավելի լավ կաշխատես»։ Ու ես բարկացած զանգել եմ այն ժամանակ իմ նշանածին, ամուսնուս ներկա։ Ասեմ, սենց, թող ոտս կոտրվի, ես էլ ստե գործի չեմ գալու։ Ու այդպես էլ եղավ, ընդամենը դեկտեմբերի 25-ից հունվարի 3 ես ոտս կոտրեցի։ Դրա համար այն ժամանակ ես չէի հասկանում, հետո հասկացա ինչ ցանել ես, էդ էլ հնձել ես։ Խոսքը ուժ ունի, եթե խոսքի հետ մենք էմոցիա ենք դնում, իսկ ես ատելությամբ, չարությամբ, հիասթափություն, այդ բոլոր այդ բացասական էմոցիաները կար իր մեջ։ Ես այն ժամանակ չէի հասկանում, հիմա եմ գիտակցում, ոնց եմ ես այդ իմ կյանք բերել այդ ամեն ինչը։ Ու այդպես իմ ոտքը կոտրվեց, բայց գիպսը սխալ էին դրել, իմ քաշը հաշվի չէին առել եւ ոտքս չկպավ Զգում եմ, որ ինչ-որ մի բան ընչի ոտքիս մեջ եւ Հարութին ասում է ամուսնուս, որ արի տար ստուգման, ինչ-որ մի բան ընչի, զգում եմ, որ ոտքս ընչի, հենց այնպես ոչինչ չի լինում, շատ լավ բժիշկի հանդիպեցի, Հրաչյա Հարությունյան, ով ռենտգեն անելուց հետո գնացինք միանգամից իր մոտ 2 ժամ իմ հետ զրուցեց, իմ հարցերին պատասխանեց, ինչը ես սիրում եմ, որտեղ եթե ինձ ասում են այդ համար կարևոր չէ, արդեն ես այդտեղ վերջացնում եմ, ինձ պետք է իմ հարցերի պատասխանները գրագետ որոշում եղավ, որ պետք է վիրահատենք։ Այդպես վիրահատեցինք, անցանք, դժվար էր, այդքան ոտ կոտրելը դժվար չէր, ինչքան երկաթներով հավաքելը, շատ ցավոտ, շատ դժվար էր։ Եվ նաև ինչպես ասում են միշտ այդ փորձությունը, դժվարությունն ու հաճելին միասին են լինում եւ Աստված ինչը որ կարող ես հաղթահարել դա տալիս է։